Մայիսի 25-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը, որի փոխանցմամբ Լավրովը Ռուբիոյին տեղեկացրել է, որ Ռուսաստանը ձեռնամուխ է լինում Կիևում տեղաբաշխված Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող օբյեկտներին, համակարգային հարվածներին։ Ավելի վաղ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը Ուկրաինայի մայրաքաղաքում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին հորդորել է հեռանալ Կիևից, իսկ քաղաքի բնակիչներին հեռու մնալ ռազմական նշանակության օբյեկտներից։ ՌԴՊՆ-ն հավելել է, որ հարվածներ են ծրագրվում նաև Ուկրաինայի որոշումների ընդունման կենտրոններին։ Վերջին ձևակերպումից բխում է, որ Ռուսաստանի հրթիռային և դրոնային հարձակումների թիրախ են ընտրված Ուկրաինայի նախագահի կառավարության Գերագույն Ռադայի նստավայրերը, զինված ուժերի և հատուկ ծառայությունների ու ռազմական հետախուզության հրամանատարական կետերը։ ՌԻԱ Նովոստիի խմբագրականի համաձայն Ռուսաստանը դադարեցրել է մանկասպանների հետ բանակցությունները։ Խոսքը Ուկրաինայի հետ բոլոր մակարդակի շփումները կասեցնելու մասին է։ Այս համատեքստում Լավրով-Ռուբիո հեռախոսազրույցը կարևորվում է նրանով, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղարը փաստացի հայտարարել է ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությունը դադարեցնելու միջնորդական ջանքերը դադարեցնելու մասին։ ՏԱՍՍ-ը իհարկե այդ հեռախոսազրույցի մանրամասնությունները չի հրապարակայնացրել։ Կարելի է հասկանալ, որ ԱՄՆ-ն դադարեցնելով միջնորդությունը Ռուսաստանին հնարավորություն է ընձեռել, որպեսզի գետնի վրա իրավիճակ փոխի և այդ դիրքերից Ուկրաինային կապիտուլյացիա պարտադրի։ Մյուս կողմից, սակայն, ձեռքի ազատություն է ստանում նաև Ուկրաինան։ Այսպիսով առկա է ուկրաինական պատերազմի, ինչպես Եվրահանձնաժողովի նախագահ Լաենն է ձևակերպել, խելահեղ էսկալացիայի և համաեվրոպական պատերազմի իրական սպառնալիք։ Այնինչ շուրջ 2 շաբաթ հնչեցրել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդևը, որ Եվրոպային պետք է անասնական վախ ներշնչել, շատ մոտ է իրականություն դառնալուն։ Ռուսաստանյան պաշտոնական մամուլի հրապարակումներում գերիշխում է այն տպավորությունը, որ Կիևի դեմ օրեշնիկի կիրառումից Եվրոպայում սարսափահար են։ Կիևում որոշում ընդունող կենտրոնների թիրախավորումը, որի մասին բաց հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փաստացի անոնս է, որ ծրագրվում է Ուկրաինայի նախագահի սպանությունը։ Լուգանսկի մարզում մանկավարժական քոլեջի հանրակացարանի հրթիռակոծումը ներկայացվում է որպես խաղաղ բնակչության սպանության նպատակով կազմակերպված ահաբեկչություն։ Այդ հարցով Ռուսաստանին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում չի հաջողվել աջակցություն ստանալ։ Միջազգային հանրությունը Լուգանսկի մարզը ճանաչում է որպես Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածք։ Կիևի համակարգված հրթիռակոծման մասին ծանուցումը, որ ՌԴ արտգործնախարարը ներկայացրել է ԱՄՆ պետական քարտուղարին, հավանաբար արվել է այն ենթատեքստով, որ ԱՄՆ նախագահը դեռ կարող է ազդել և Զելենսկուն ստիպել, որպեսզի ընդունի կրակի դադարեցման ռուսաստանյան նախապայմանները։ Նախօրեին Սերգեյ Լավրովը Ռուսաստանի հեղինակության և ազդեցության հաստատման նախապայման է անվանել հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակների նվաճումը։ Ինչ կհետևի Լավրով-Ռուբիո հեռախոսազրույցին, հնարավոր է Մոսկվայում ակնկալում են Թրամփ-Պուտին նոր հեռախոսազրույց։ Միացյալ Նահանգների նախագահն այս օրերին կենտրոնացած է Իրանի հետ գործարքի հարցով բանակցությունների վրա։ Թրամփը կարծես անկեղծորեն ձգտում է իրանական ճահճից պատվավոր ելք գտնել և առայժմ նախընտրում է դիվանագիտական ջանքերը։ Վլադիմիր Պուտինը բազմիցս մերժել է ուկրաինական ռազմաճակատում հրադադարի հաստատման, այնուհետև մյուս բոլոր հարցերի քննարկման տարբերակը։ Արժե թերևս նկատել նաև, որ Ռուսաստանի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ վերջնագրային հեռախոսազրույց է ունեցել նրա Երևան ժամանելու նախօրեին։ Հայաստանի նկատմամբ Մոսկվայի ճնշումները հասել են բարձրակետի։ Գուցե Լավրովը Ռուբիոյին զգուշացրել է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման վտանգից։